Անուշ Մանուչարյան, ծնվել եւ մեծացել եմ Բերդ քաղաքում, ունեմ 3 երեխա, 2 որդի, 1 դուստր։ Ես աշխատում եմ մատնահարդար, մեծ տղաս Մինասը 18 տարեկան է, ինքը ունի խնդիրներ, աուտիզմ կա իր մոտ, ինքը մեծ մասամբ տանն է մնում։ Մեհերը այցելում է դպրոց, շաբաթական 2 անգամ այցելում է Հով, մասնակցում է պարապմունքներին, իսկ փոքրը Մայրամիկը մանկապարտեզում։ Այդ ընթացքում էլ ես աշխատում եմ իմ աշխատանքը կառուցում այնպես, որպես երեխաների հետ հարմար լինի իմ ժամերը։ Աշխատում եմ առաջ նայեմ անընդհատ, պետք է առաջ գնամ ամեն դեպքում, որպես իմ երեխաներին հասցնեմ։ Մեհերը սիրում է նկարել, մի բան էլ որ սարքում է բերում է տունսը, հենց չկպչեք, չքանդեք, վերջին անգամ էլ մի նկար բերես ինչ որ փայտի վրա դրած փոքրիկ Մասիսն է նկարել։ Ես գալիս եմ Հով երեխաների կենտրոն, այստեղ մենք զբաղվում ենք տարբեր խաղերով, ամենաշատը սիրում եմ նկարել աշնան նկար, բայց առանց գունավորել։ Դե որ ես գունավորում եմ, մի տեսակ ավելի հենց երեխայի նկարացի է նմանվում, որ մեծանամ ես ուզում եմ դառնամ հայոց պատմություն ուսուցիչ։ Դա մեր հայրենիքի պատմությունն է։ Ընկերության մեջ մի քիչ խնդիրներ ա ունեցել, նախ հայրն էլ չի եղել, հետո մեծ աղբոր ազդեցություն միշտ իր վրա եղել է դպրոցում։ Շատ ա եղած, ասենք իր եղբայր, ասենք հիվանդ ա, երեխեք են, հետը չեն խաղում։ Իրա միշտ էլ պետք է այն շրջապատը, որպես ինքը մի քիչ ինքնահաստատվում։ Իսկ Հովում ինքը իրան զգում է շրջապատում, որ իրանին, ասենք, ընդունում է նորմալ, հասկանում է իրանի հոգատարությունը, զգում ինքը ինքնահաստատված է զգում, նոր ընկերներ է ձեռք բերում, ինքը իրան այնտեղ լավ է զգում։ Իմ ամուսնու մահից հետո իրենք ինձ հետ կապնվեց Հովում եւ երևի 2 տարի արդեն օգտվում ենք այդ ծրագրից, որ մենք նոր տեղափոխվել ենք, հատունն առել ենք, բտե բանավան գույք չկային, ասենց մեծ պարկերեր, մեջ ասենք այն շորերը, որ չէին հագնում, լցրել էինք մեջը, ուրեմն մատրասներ դրած, սենց էր տեղ էր քնում։ Մեզ համար ուրախություն էր, երեք ուրախություն, մի մահճակալ էր, բայց այդ գումարով եմ ես գնել։ Պահ ա եղել, որ ասենք այդ պահին ես ուրիշ ճար չեմ ունեցել, այդ պահին այդ գումարի եկել այս դրանց չափ ուրախացել։ Իմ երազանքներն է իմ երեխաներին հասցնեմ իրանց նպատակներին։